Այսօրվա մեր նյութը պիտի ելլա Փառնապաս հայր քաչալերանքի նոր գդագարանի հզորակույն ավետարանը եկեղեցին քաչալերով առաջի անձնավորությունը Փառնապասն է։ Փառնապաս հայր քաչալերանքի ծառայության եւ ծառաներուն կքաչալերեր ծառայությունները եւ կքաչալերեր ծառաները Աստուծո խոսքը որ մեզի պիտի կար կորձարակելոց 4-րդ գլխուն 33-րդ համարեն վերջին հատվածը գարտանք եւ հավատացյալներուն բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էին Անոնցմե մեկը չէր ասել իր ստացվածներեն մեկուն համար թե իրեն է Հաբա իրենց ամեն բաները հասարակած կսեբեին Արաքյալները մեծ զորությունով վգային Հիսուսի հարությանը Անոնց ամենուն վրա մեծ շնորհք կար Անոնց մեջ կարոդություն քաշողը չկար Վասնզի անոնք որ ակարակներ կամ դուներու դեր էին գծախեին եւ ծախվածներուն քինը գբերեին ու արաքյալներուն ոտ կգտնեին եւ ամեն մեկուն իր կարոդության նայելով գփայժնվեր Եվ Հովսես, որ արաքյալներեն Փառնապաս մագանունվեցավ, որ գթարգմանվի մխիթարության որդի, Ղևդացի, ձնունտով Գիբրացի, ակարակ ունենալով ձախեց ու ստագը փերավ եւ արաքյալներուն ոտքը թրավ։ Շատ հագիր կերպով գուզեմ Փառնապասին ներկայացնել ըստ եկեղեցական ավանդության Մեծան մասամբ եկեղեցիներ համաձայն են, որ Փառնապասը Հիսուսի 72 աշակերտներեն մեկն էր։ Արաքյալներու միջոցով չէ, որ դարձի եկած էր, այլ ուղղակի Հիսուս Քրիստոսը։ Եվ համաձայն են, որ Փառնապասը եղած է Քամաղիելի աշակերտ, ինչպես Պողոս Արաքյալ։ Պիտի հասնենք այդ հատվածներուն։ Եվ համաձայն են, որ Փառնապասը ժամանակակից ընկեր եղած է իր մանկապատանեկության Պողոս Արաքյալին։ Այսպիսի դեղեցություններ կան ըստ եկեղեցու ավանդության եւ պատմության։ Շատ թույլ, շատ քիչ ընդունված դեղեցություն կա ավանդության է եկած, որ շատ չեմ ուզեր դուք անոր հագումը ունենաք, բայց երբ լսեք չի զարմանաք, որովհետեւ ոմանք ասես շատ դգար քիչ ենթադրությունները ավելի կսիրեն, քան թե հիմնականները։ Օրինակ, շատ քիչեր գսեն թե Փառնապասը այդ հարուստ բադանիներ, երդասարտներ, որ Հիսուսի մոտ եկավ եւ ասավ ով բարի վարտաբեդ, տեսեք ինչ բարեր գործած է եւ ինչու Փառնապասին գվերակրեն քիչ վեճ կտեսնենք, ու կգսե ով բարի վարտաբեդ, ինչ բարի գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Հիսուս ալսավ բադվիրանները բայ։ Պատասխանը եկավ վարտաբեդ անոնք մանկութենես իվեր պահած եմ։ Եվ Հիսուս նայեցավ Մարգոս ավետարանի մեջ հիշված է գսե սիրեց անոր։ Սիրվելի էր։ Ինչու որտեղ մանկութենեն բադվիրանները պահած էր։ Հիսուսը սա որբեսի գադարյալը լաս կնա բոլոր ունեցածը ծախ է աղկատներուն դուր ու եկուր իմ ետևես եւ երկինքը կանց կունենաս գսե թե այդ բադանին երդասարտը խոժոր թեմքով դխրած Հիսուսեն հերացավ վասնզի շատ ստացված ուներ ոմանք գսեն թե այս երդասարտը Փառնապասն էր որ ետքը իր ստացված կձախեց Հիսուսի հետևեցավ
Եվ երբ որ մենք Փարնապասի ընդհանուր փնութակրությունը սերդենք Քորձ Կարաքելոցի մեջ, կտեսնենք, թե Ղուգաս Ավետարանի չգսե ինք փարի մարդ էր։ Կարծեք, թե փարությունը Փարնապասի փնութակրությունն էր, հագած էր, փարի վարդապետ, ինչ փարի քորձեմ, ինք փարի մարդ էր, մաքուր անձնավորություն մներ։ Ուրեմն գեհդեցնենք, որ Փարնապասը Հիսուսի 72 աշակերտները մեկն էր, Քամաղիելի աշակերտ էր եւ Պողոս Արաքյալի ընկեր եղած էր։ Իսկ Ղուգաս Ավետարանիչը այս գարչ հատվածի մեջ շատ ամփոփ կերպով մեզի կներկայացնե Փարնապասի ենթահողը, անոր անունը։ Հրյաներու մոտ դղա մարդու անունը շատ մեծ կարևորություն ունի նամանավանդ, երբ այդ անունը գփոխվեր աստվածային նախախնամությամբ։ Աբրահամի անունը փոխվավ, Սարայի անունը փոխվավ, Հիսուս Պետրոսի անունը փոխեց, հոն մենք կտեսնենք իրեն հանձնված գոչումը, անունին մեջ գար գոչում, որ ինքը ինչպես պիտի ծառայե, ինչպես պիտի փարապանե Աստուծո իր հադուկ գոչումով, իր հադուկ գույնով։ Նաև մեզի կներկայացնե Ղուգաս Ավետարանիչը իր ցեղախումբը, որ Փարնապաս կպատկաներ Ղևիի սերունդին։ Եվ սերունդները իրարու մեջ ոնց որ մրցակցություն ունեին, որ այս թագավորը որ ցեղին կպատկանի։ Եվ ամենը հզոր բարձանք ունեցող ցեղը Հութան է։ Հութայի թագավորը, Դավիթ Հութայի թագավորը, այսպես մեզի կներկայացնե ցեղը, որ քալիք օրերուն ցեղախումբերը ինչպես պիտի հիշադակեին այս անձնավորությունը, թրական կամ բացասական, ինչպիսի հիշադակություն պիտի թողներ։ Եվս եմ, Աստուծո մարդերը, դուք սիրելիներ, քույրեր, եղբայրներ, ձեր շրջանագին վրա, ձեր անունով, գոչումով, ձեր ցեղախումբով աստեցություն ունիք, եւ Աստված մեր բոլորի երկար եւ առողջ կյանք տա, սակայն Աստուծո մարդերը իրենց մահվնե ետքը օրհնություն են եւ աստեցություն են, մինչեւ օրս ինչպես Փարնապաս։ Ղուգաս ինչպես արձագանքած է Փարնապասի հատկանիշները։ Առաջին կետը, որ պիտի ներկայացնեմ, ինք ծառայությունը քաչալերող էր։ Փարնապաս Ղևդացի էր։ Այս ցեղախումբին այրերը նվիրված են դաջարին եւ քահանայության իրենց բադանեգութենեն։ Հրյա ընտանիքի մեջ երբ արու զավակ մծներ, 8 օր վերջ զինքը կթլփադեին։ Ուշադիր եղեք, թլփադության արարողության ընթացքին քահանան հորը կհարցներ երեխան ինչ կուզե։ Այս հարցում ուր կհասվի արաքերական եկեղեցու մանկամգրտության քահանան գնկահորը գսե երեխան ինչ կուզե։ Հավատ, քույս, սեր եւ մգրտություն։ 3 անգամ կգրտնվի։ Ասի հին ուխտեն մեջ բերում եղած է։ Քահանան կհարցնե երեխան ինչ կուզե եւ հայրը կպատասխանե թլփադություն, օրենք եւ արհեստ։ Հայրը պիտի թլփադե իր որդին, պիտի սորվեցնե օրենքը եւ պիտի սորվեցնե արհեստ։ Եվ հոն օրենքի ուսուցիչը քահանան գշարունակե ասելով օրը, ան որ իր որդուն արհեստ չսորվեցնե, քողություն սորվեցուցած գլա։ Ասի հրյական ավանդություն է։ Հայրեր ասի մեզի կպատկանի։ Բացի այդ թլփադության ընձայված երեխան ձունունթով Ղևդացի ըլլար, քահանան կհարցներ
երեխան ինչ կուզե։ Հայրը կպատասխանե թլփադություն, օրենք եւ ինչ սուրբ քահանայություն։ Ղևդացի երեխային պիտի սորվեցնեին օրենքը եւ պիտի հորդորեին, որ քահանայության գոչումը սուրբ գոչում է։ Եթե մենք այսօր ուզենք ղևդացված գիրքը գարտալ, մենք հոն շատ մտզիսագադարություններով պիտի հանդիպենք, որ երբեք մեզի համար անոնք կորզնական չեն, անոնք բոլորը Քրիստոսի մեջ լուծվեցավ, բայց գա բադվերմա, սուրբ եղեք, ինչպես ես սուրբ եմ, գադարյալ եղեք, ինչպես ես գադարյալ եմ։ Ղևդացված գիրքը գխոսի սուրբ քահանայության մասին։ Պատմության ընթացքին հրեաները հաջող գաղթեցին անոնց մեջ ըլլալով ղևդացիները։ Ինչպես անդրադարձանք, որ Բարնաբաս գիբրացի հրեա էր։ Ինչպես մենք օրինակ սիրիահայ հայեր ենք։ Հետևաբար անոնք հոն գործընծուցած էին, այսինքն Գիբրոսի մեջ ղևդացիները գործընծուցած էին իրենց քահանայական ծառայությունը, որտեղ հոն դաջար չի գար եւ լինելու հնարավորություն չունեին, եւ կամ երբ վերադարձած էին Հրեաստան, գարձես ալ դաջարի մեջ դեղ չունեին, որովհետեւ դաջարը լեցված էր քահանաներով եւ ինք ուներ ակարակը եւ հավանաբար ակարագով գաբրեր։ Բարնաբաս գիտագից էր իր աստվածադուր գոչումին, որ ինք խորանին պետք էր ծառայեր, բայց ժամանակը զրկված էր։ Մինչև հասավ աստվածային նախախնամության ժամանակը, երբ Բարնաբաս դարձավ ճշմարիտ քրիստոնյա։ Բարնաբասի կյանքը սիրելին էր մեծ պատգամ է, գերբարանափոխություն, օրենքեն թեպի շնորհք։ Բարնաբաս իր գոչումը հիշելով հրաժարեցավ իր շահի աղբյուրեն, ան իր ակարագը ձախեց ու անորքինը նվիրեց ծառայության, ու ինք նվիրվեցավ ծառայելու ան ցերակորց տաճարին։ Այսօր մենք կաբրինք եւ գծարայենք Աստուծո ներկայության մեջ, որ է ան ցերակորց տաճարը։ Ասոնք անշուշտ բոլոր աստվածաշնչյան հիմքեր ունի։ Սերդողություն չէ որ գնենք, այլ քարոզ է որ կներկայացնենք։ Բարնաբաս Փարին փուն արումով եղավ Քրիստոսի քահանա։ Սիրելիներ, դուք Քրիստոսի քահանաներն եք։ Պետրոս Արաքյալով, Բողոսի Եփրայեցիսով եւ հայտնություն Հովաննու առաջին գլխու 6-րդ համարով կտեսնեք, որ քրիստոնյաները քահանաներ են։ Բարնաբաս գիտագից էր, որ դաջարին ծառայությունները նյութականի կգարոդի, որտեղ ինք ղևդացի էր եւ զանոնք տեղական հավատացյալները գոհոքային։ Նույնպես ալ քրիստոնեական եկեղեցվո ծառայությունները իրեն ծախսերը ունին, որ Բարնաբաս այդ մեկին փապկանգատ գտնվեցավ։ Գիտեր, որ եկեղեցին ծախսեր ունին։ Ոմանք կխորին, որ դասանորդը բավարար է եկեղեցվո համար, բայց Բարնաբաս, որ ըստ օրենքին դասանորդ առնող էր, քահանան դասանորդ կվերցներ, հիմա ան իր բոլոր ստացվածքը գզոհե։ Միշտ նկատի արեք իր գերբարանափոխումը օրենքեն թեպի շնորհքին։ Գարկմը հավատացյալներ ավելի օրենքի հագում ունին։ Օրենքի ինչ կսե։ Օրենքի ինչպես է։ Գան այդպիսի հավատացյալներ։ Եվ գարկմը հավատացյալներ շնորհքի հագում ունին։ Ինչպես առնչված է շնորհքը ցանկացած դեպքի
եւ կամ եկեղեցական ծառայության մեջ, թեև մենք ընդրության արժեվ չենք։ Ոմանք օրենքին գահագին, ոմանք շնորհքին գահագարագին, բայց մենք ընդրության արժեվ չենք։ Սակայն սիրելիներ, ինձի համար քրիստոնեությունը շնորհքի մասին խոսիլ չէ, որքան շնորհք ցուցաբերել է։ Մենք ինչպես շնորհքը գթրսևորենք։ Հոգ չէ, թե ինչ է գոչումդ կամ ծառայությունդ, եթե դու հավատացած ես քրիստոնեական առաքելության, քու հավատքը պետք է տեսնվի դալու մեջ։ Թերևս ասես, ես քախնի գուդամ, դերորդն է։ Դերորդն է բոլոր քախնի տվողները, բայց ես քեզի ասեմ օրհնությունդ քախնի չէ։ Դու քախնի գցանես, դու քախնի գործնես, բայց հունցքը չի բահվիր։ Հունցքը օրհնությունը գերեվի, օրհնությունը քախնի չի մնար, ինչպես Փարնապասի օրինակը։ Ոմանց համար եկեղեցին այն վայրն է, ուր միայն պիտի օգտվին։ Մենք ասպիսիներ շատ տեսանք մեր երկրի մեջ։ Հարց տամ ցեզի, որոնք պիտի հոգան եկեղեցվո ծառայության ծախսերը։ Որոնք։ Երկրի անունը չեմ ուզեր դալ, բայց երբ ծառայության մասին գխոսին գսեն լավ, հիմա նամակ կգրենք ու արգենք։ Ագանչովս լսած եմ։ Երբեք չեն մտածել, որ դեղական եկեղեցու անդամները այդ մեկը անելու են։ Որոնք պիտի հոգան եկեղեցվո ծախսերը, որոնք կրնան քաչալերել եկեղեցվո ծառայությունները։ Անոնք, որոնք Փարնապասի գոչում եւ հատկանիշ ու հոգի ունին։ Այսինքն սիրելիներ, եկեղեցին գարիք ունի Փարնապասներուն։ Եթե մենք ներկայիս տասանորդ գուտանք, օրին փարեսեցիներն ալ գուտային։ Ինչպես մեր արտարությունը փարեսեցիներեն ավելի պիտի ըլլա։ Հիսուս մեզ մե խնդրեց, որ մեր արտարությունը քերազանցե փարեսեցիներուն արտարության։ Փանմը չդված առնելով, թե փանմը չարած դալով։ Ոմանց համար եկեղեցին այն օրհնության բացթուրն է, ուր գցանեն օրհնություն եւ գհնցեն երկնային ժառանգություն։ Թուն գցանես նյութական օրհնություն եւ գհնցես հոգեվոր շնորհքներ։ Երկրորդ Կորինթացիս 9-րդ գլխում մեջ ասմեգը շատ ցայդուն է։ Մինչև օրս երբ Քրիստոսի եկեղեցին Փարնապասի հիշադակությունը գգադարե, բոլորին աչքին արջև հատկապես գփայլի Փարնապասը որպես ծառայություն քաչալերող առաքյալ։ Փարնապասի ծառայությունը սկսավ դալով, ան եղավ իր առաջին ծառայությունը։ Դեռ ոչ մի բան քարոզ ավետարանչություն չարած, մենք կտեսնենք իր ծառայությունը, որ էր զոհաբերություն։ Առնող էր, բայց դվավ։ Օրենքի մարդ էր, եղավ շնորհքի մարդ։ Երկրորդ մենք կտեսնենք, որ Փարնապաս ավետարանչությունը գքաչալերեր։ Գործարակելոս 11:23-24-ի մեջ այսպես կգարտան, որ երբ գնաց եւ Աստուծո շնորհքը տեսավ, ուրախացավ ու գոհորտորեր ամենքնալ, որ հոժար սրդով դերոջը հետ կապված մնան, քանզի ինք բարի մարդ էր, ինչպես հիշեցի, եւ Սուրբ Հոգիով եւ հավատքով լեցուն ու դերոջը շատ ժողովուրդ ավելցավ։ Երբ կսե ու երբ գնաց, խոսքը Անդիոքին էր։ Հիմա կտեսնենք։ Այս հատվածը մեզի կհիշեցնե Գործարակելոց 8-րդ գլուխը։ Ինչ կա Գործարակելոց 8-րդ գլխու մեջ եկեղեցվո առաջին ամենամեծ հալածանքը, ուր հավատացյալներու մեծ բազմությունը ծիրուցան եղավ եւ հավատացյալները ծրվեցան, քացին Սամարիա, Գիբրոս, Անդիոք։
Հիմա Աստուծո թագավորությունը Անդիոք հասած է։ Եվ դարձյալ աշակերտները աջակցության գգարոդին։ Ցիրուցան եղածները կացին կարոզեցին, սակայն իրենք կարիք ունեին աջակցության։ Փառնապաս Քորձունյա եւ Ժիր աչ փազուկներ արաքյալներուն։ Տեսեք, պատրաստ էր աջակցելու եւ հորդորելու ամեն տեսակ ծառայություն, ամեն տեղ, ամեն ժամանակ։ Փառնապասի համար վայրը չէր, աբեդարանչություններ։ Երուսաղեմ էր, աշակերտներսին Անդիոք գնա եւ ինք վազելով հասավ։ Աշակերտներուն շնորհիվ Անդիոքի հրյաները դարձի եկած էին։ Փառնապաս գոհորթորեր զանոնք որ հաստատուն մնա։ Իր անունը Քարոզի որդի է, մխիթարության որդի է։ Իր անունը Մարգարեի որդի է։ Երբ որ մենք կգարտանք Փառնապաս, որ կթարգմանվի մխիթարության որդի, երբ Աստվածաշնչյան փառարանը կփանանք, կտեսնենք, որ մխիթարում էր հորդորելով, քաչալերելով, մարգարեությամբ, այսինքն Աստուծո խոսքը փոխանցելով։ Այս նախատասության ուշադիր ըլանք։ Նորաթարցները քու մեջ տեսնելու են օգնող Հիսուսը։ Քու մեջ դուրս գալու է այդ օգնությունը, որ Քրիստոսը վայել է։ Մարդիկ տեսնեն քեզ, որ դու օգնող Հիսուսի աշակերտն ես։ Նաև Փառնապասի շնորհիվ Անդիոքի հեթանոսները դարձի գուքային։ Հեթանոսները քու մեջ տեսնելու են ներող Քրիստոսը։ Հավատացյալներուն ցուցաբեր է օգնություն, աշխարհիկներուն ցուցաբեր է ներողամտություն։ Եվ Փառնապաս ուներ ուրիշ հատկանիշը՝ քաջություն, քաղցրություն, թե քաջ էր, թե քաղցր էր։ Մենք համարձակության կգարոդինք, որբեսի հեթանոսներուն հասնենք, սակայն այդ մոդեցման մեջ հեթանոսները, անաբաշխարները մեր մեջ տեսնելու են քաղցր Հիսուսը։ Սաղմոս 2 մեջ համար մգա, Սաղմոս 104, 25-26-րդ համարը լալու է, որ հայերեն թարգմանության մեջ եզակի է։ Ինչ կսե Սաղմոս 2-ն դեր, քու վրայով իմ մտածողությունս քաղցր պիտի ըլլա։ Ուրիշ թարգմանություններում մեջ 100% քաղցր չէ եկած, բայց հայերեն թարգմանության մեջ քաղցր եկած է։ Թող մարդիկ քու վրայով քաղցր մտածեն, երբ օգնող ես, երբ ներող ես, երբ քաչալերող ես։ Հոն ուր Փառնապաս գտնվեր, հոն քրիստոնեությունը եւ եկեղեցին գսիրվեր, աջում գունենար։ Ուր Փառնապաս կա, մարդիկ Հիսուսի գուքան։ Ուր Փառնապաս կա, մարդիկ եկեղեցի գուքան։ Քաչալերանքովդ գշահիս, քաչալերանքովդ գշահիս, քննադատությունովդ կքանտես։ Եղիր քաչալերող։ Երրորդ եւ շատ հadoop ծառայություն ուներ, անձնավորություն ուներ Փառնապաս, որ շատ քիչ կբադայի մեր կյանքի մեջ, բայց Աստվածաշունչի մեջ ակնհայտ է, լույսի պես, աստղի պես լուսավոր է, որն էր, որ Փառնապաս արգածախնդրութենեն չեր վախնար։ Արգածախնդրութենե չվախցող։ Կորց 9:26-27 երկու համարները գարտանք։ Երբ Սողոս Երուսաղեմ դարձավ, չանաց աշակերտներուն միանալ, բայց ամենքն ալ գվախնային։ Պողոսը ապաշխարեց, Երուսաղեմ եկավ, մոտեցող չկա։ Ասպիսի փորձառություն ունեցաք, ես ունեցա։
Եբ Հալեբի մեջ քուրդերը ապաշխարեցին, եկեղեցին բարի կալուստնելու, բաղցավ, քուրդ են, իսլամ են, ինչպես ներս ընդունենք, իրենց հասկականները ինչ պիտին, բեդությունը ինչ պիտի իսե, Եվ կսես հովիվին քուրդը ապաշխարեց, բարդ տիրոջ հալելույա, եկեղեցի պերենք չէ, ես ասի ապրեցա, ձանր է, շատ դժվար է, նույնը Պողոս Արաքյալ ապրեցավ, Եվ Սողոս Երուսաղեմ դարձավ, չանած աշակերտներու միանալ, բայց ամենքն գվախնային անգե, չհավատալով, թե անիգը աշակերտ էր, Բայց Բարնաբաս զանիգը առնելով առաքյալներուն դարավ ու պատմեց անոնց, թե ինչպես ճամփու վրա դերը դեսավ, եւ թե անոր հետ խոսեցավ, եւ թե Դամասկոսի մեջ համարձակ քարոզեց Հիսուսի անունը։ Ինչպես ընդունել եկեղեցու թշնամիներուն դարձը։ Լուրջ իրավիճակ է։ Եկեղեցին թշնամին եւ դարձի կա։ Ինչպես ընդունենք։ Ինչպես կորզացիլ թշնամի եղբորդ հետ եւ անթարցի կա։ Եվ քու եղբայրներ հետ մեկը երեք հալածող էր։ Եվ այսօր Քրիստոսի եկավ։ Ինչպես պիտի կորզացինք։ Նախ, երբեք մոռնալու չենք, որ Հիսուս զինք խաչողներուն թողություն շնորհեց։ Ասի սկզբունքն, հիմքն է։ Հայր թողություն դուրանոնց վասնզի չեն գիտեր ինչ կնեն։ Թեր եկեղեցին չեր ծնած, Հիսուս ներեց իրեն խաչողներուն։ Երկրորդ, մենք թողություն շնորհելու ենք մեզ խաչողներուն եւ անոնց ապաշխարության համար աղոթելու ենք։ Սիրելիներ, եթե մենք Քրիստոսի աշակերտ ենք, ուշ կամ գանուխ մեր հարազատներեն Ընթիմության գահանտիվենք, անպայման, ներենք իրենց, մեր սրդերեն ներենք, չենք գիտեր, թե ինչ կնեն, որու գահալած են, քեզի, թե Քրիստոսի, անշուշտ առաջ Քրիստոսի, երորդ, թողություն շնորհվածին, պատրաստ ըլլալու ենք ընդունելու, Մենք պետք է ընդունենք, եթե ներեցինք, ընդունելու ենք։ Չորրորդ, երբ մեզ խաչողները ապաշխարեն, դերը կպատրաստե եղբայրը, որ արգածախնդրութեն է չվախներ։ Հաշտության միշնորդը, բարեխոսը պետք է ըլլա, թեև այս դեպքը իր դեսագին մեջ բավականին յունիկ է, շատ եզակի է։ Ով է արգածախնդրութեն է չվախցող եղբայրը։ Հոս կարևոր բաժին մգուզեմ ցեզի փոխանցել։ Ան է, որ իրեն համար իր հավատքը եւ Հիսուսը իր թրոշակն է։ Սիրելիներ, թրոշը երկրին բադիվն է։ Քրիստոս քրիստոնեությունը մեր բադիվն է։ Որ մենք ապրելու ենք մեր բադվով, Քրիստոսով եւ մենք մեր բադիվը պաշտպանելու ենք։ Թրոշի պաշտպանությունը այսօր բանակը մեզի գսե ինչ կնշանակե։ Թրոշի պաշտպանությունը կնշանակե պատրաստ զոհողության, պատրաստ նահատակության։ Եվ Քրիստոս եւ քրիստոնեությունը մեր թրոշն է, մենք պատրաստ լինելու ենք զոհողության։ Եվ Բարնաբաս Սողոսին առաքյալներուն բերավ։ Առաքյալները գվախնային անոր հետ մոդենալու։ Բարնաբաս միջնորդություն հրավ եւ եկավ Պետրոսի, Հովհաննեսի, Հակոբոսին, ասավ եղբայրներ, Սողոսը ալ մեր եղբայրն է։ Դերը դեսավ, Դամասկոս գնաց, ապաշխարեց եւ այլն։ Ներկայացուց։ Իսկ առաքյալները ինչպես կորձակցեցան Բողոսի հետ։ Բողոսի դալով իրենց աչը։
Ասի մենք ուր կտեսնենք աչը դալը, երբ հովվական ցերնատրությունը լա։ Անպայման այս հատվածը կգարտան նախորոք ցերնատրյալները նորնդիր ցերնատրյալին աչը գուտան, աչով գործնեն, աչը իրենց ուսին վրա գտնեն։ Արաքյալները իրենց աչով, օրհնությունով ընդունեցին Բողոս եղբոր, ընդունեցին որպես կորձագից եւ արաքյալ, որովհետեւ դերը տեսավ, դերոճմեն սորվեցավ եւ հիմնովին կյանքը փոխվեցավ։ Ուրեմն ուրիշ կորձագիցներ ալգան ինձի հավասար։ Միտքը թող հստակ լա։ Եկեղեցու մեջ նորաթարցներ կան, եկեղեցու մեջ հավատացյալներ կան, բայց աստիճանային քերաթասում չի կան։ Հավատացյալները համահավասար են, որոնք նախապես թերևս թշնամի էին, բայց հիմա նույն պաշտոնին արժանացան։ Թող դերը ավելցնե հովիվները, քարոզիչները, երգողները, նվագողները եւ ամեն տեսակ ծառայություն բերող, գիրապնորյա, բադանյաց, ամեն ինչ թող դերը ավելցնե։ Մենք իրարու եղբայրներ ենք։ Հիսուս չամճնար մեզ լինելու մեր երեց եղբայրը։ Ինչպես կը փափակիս, որ եկեղեցու երեցները քեզ ընդունին եւ քեզի ծառայության պաշտոն տան, նույնպես ալթուն ընդունելու ես եղբորդ կամ քրոջդ բարգեւը եւ պաշտոնը ու իր հետ կորձակցությունը։ Եթե կփափակիս ընդունվիլ, եթե կփափակիս քաչալերվիլ, հասկացվի, ընդունե քաչալերը եւ հասկացիր քու եղբորդ։ Եվ վերջին գեդը Փարնապաս մշակները քաչալերով էր։ Ետքը Փարնապաս դարսոն անցավ Սողոսը փնտրելու, Զանիգա գտնելով Անդիոք փերավ։ Կորձարակելոս 11:25 Տեսեք, երբեք մոռնալու չենք, որ Բողոս Արաքյալ իր դարձեն ետքը անաբադ տարվեցավ, Դամասկոսի անաբադը, Շեմ շրջանը, հոն աշակերտվեցավ եւ վերոչմեն հայտնություններ արավ, այս շրջանը մոտավորապես 2.5 տարի տևեց։ Ետքը շատ կարճ ժամանակ մի Երուսաղեմ մնաց եւ ապա անցավ Դարսոն, իր ծննդավայրը եւ երկար տարիներ հոն մնաց։ Մինչեւ որ Փարնապասին կդավ եւ փերավ Անդիոք ծառայության համար, ինչպես որ գարտացինք։ Եվ որ եկեղեցու բաղմությունը եւ թվակրությունները լավ ուսումնասիրենք, մոտավորապես 9-11 տարի Բողոսը առանց ծառայության էր։ Մինչև որ Փարնապասը իրեն հասավ։ Տեսեք ինչ era Փարնապաս։ Եվ Փարնապաս տեսավ, թե Անդիոքի մեջ ծառայության մեծ տաշտ կա, Բողոսին փնտրեց։ Կճանչնար իրեն, ծառայությունը մեծած էր, կորձագիցներու գարիքը գար, քնած փնտրեց Բողոսին։ Մեծ ծառայության մեջ առանցին չես կրնար ծառայել։ Ծառայությունը կորձագիցներու գարիք ունի։ Ոմանք ամեն ինչ իրենք պիտի անեն։ Ոմանք ալ ամեն ծառայության մեջ առաջին տեղը իրենք պիտի գրավեն։ Փարնապասի գեհետաքրքրեր ծառայության հաջողությունը եւ ոչ թե իր փառքը եւ իր անունը։ Թող ծառայությունը հաջողվի։ Մեր Սարգիս եղբոր հետ հաջող ծունգի քալով գաղութեի։ Եվ ինք գաղութեր անցաներ իր դուղունար իշեցուցի։ Նազրոսի, գիտես բաբադ ինչպես գաղութեր, սավ ինչպես գաղութեր։ Կսեր ով դեր, մեր եկեղեցու մեջ մեզի արտնություն ղրգե։ Որու միջոցավ գուզես ղրգել, բայց մեզի արտնություն ղրգե։ Ով գուկագը կարոզ է, որու կարոզով մարդիկ կավ աշխարեն, ով հավատացյալներուն
եկեղեցի կբերեն, խնդիր չէ։ Թող մարդիկ ապաշխարեն։ Այս օրինակը բերի, որովհետև որոշ խնդիր մգար, ասի թող խնդիրը լուծվի, որու խորհուրդով գուզե, թող լուծվի, բայց միան եկեղեցի են խնդիրը դուրս թողել է։ Անշուշտ խոսքը Ալեբի համար է։ Փարնափասիկը հետաքրքրեր ծառայության հաջողությունը եւ ոչ թե իր փառքը եւ անունը։ Փարնափաս կճանչնար իր բարգևը եւ գոչումը։ Եվ երբեք նվազ չեր ըսկար, որին դայնամիկ քարոզիչիմը օգնական էր։ Տեսեք սիրելիներ, մենք տեսանք, որ Մովսեսի աղոթքի ցերկերը բարձրացնողը Ահարոն եւ Օվր էր։ Բողոսին վեր բարձրացնողը Փարնափասն էր։ Փերավիրեն ծանոթացուց, քնած իրեն փնդրեց գանչեց, երբ որ ավետարանչական ծառայության գելեին գլխավոր խոսողը Բողոսն էր, Փարնափաս իր գողքը գնար։ Փարնափաս միշտ Բողոսի վեր կբարձրացներ եւ երբեք ինքը խնդիր չուներ, երբ մարդոց աչքին Բողոսը փայլեր։ Մարդոց աչքին ինքը երկրորդ տեղը գրաver, ինքը իր տեղը Քրիստոսի մեջ գիտեր։ Վերջերս նոր նույն մծակած է Հայաստանի մեջ։ Ոչ ոք չուզեր լինել երկրորդ։ Բոլորը ուզում են լինել առաջին։ Անոր համար բաժանումները կշատանա։ Անջոկի ծառայությունը աշակերտներով սկսավ։ Հալածանքեն փախող աշակերտները հիմնեցին Անտիոքի եկեղեցին։ Հստակ է գործարակերոցի մեջ։ Փարնափասով եւ Բողոսով հաստատվեցավ, քաչալերվեցավ։ Աշակերտները գործեցին, Փարնափասը եւ Բողոս գործեց, մարգարեներով եւ վարդապետներով շարունակվեցավ։ Սուրբ Ոգին ասավ զադեցեք ինձ Սողոսը եւ Փարնափասը, ղրգեմ այն գործին համար, իրենք կացին Արևելյան Եվրոպա, իսկ Անտիոքի եկեղեցու ծառայությունը շարունակեց դեղական եկեղեցու մարգարեները եւ վարդապետները։ Մի ժամանակ աղոթեցիք, Տերը եկեղեցի տվավ։ Մի ժամանակ ես ծեր մեջ եմ, չգիտեմ վաղը ինչ կբադայի, բայց ծառայությունը պետք է որ շարունակվի։ Քաչալերելով, քնահատելով, իրար ընդունելով, Տերոջը փառքը փնտրելով։ Աստուծո թագավորությունը կնմանի այն ատլետի մրցանակին, որ խումբով կվազեն 400 մետր կվազե եւ գուկա ծբիգը ընկերին գուտա։ Ընկերը գարնե 400 մետր կվազե գուկա մեկը երկուն երրորդին վերջավորության 4-րդը պետք է հաղթանակը գնկե։ Եկեղեցին այդպես է։ Պիտի շարունակվի Աստուծո թագավորությունը։ Վազենք սիրելիներ։ Քրիստոսի եկեղեցու մեջ միշտ Պետրոսները եւ Բողոսները Քրիստոսի եկեղեցու մեջ ծառաները, հովիվները, կորձիչները միշտ գարիկ ունին Փարնափասի։ Փարնափասները գարիկ ունին Պետրոսի եւ Բողոսի։ Այսինքն մենք իրար ամփոփչացնենք։ Դարբեր ենք, որովհետեւ իրար ամփոփչացնենք։ Բողոսը գարիկ ունի Փարնափասի, Փարնափասը գարիկ ունի Բողոսի։ Պատկամը շատ հստակ է։ Նույն բարգևը չունին, նույն ծառայությունը չունին, բայց ամեն մեկը իր դեղ ունի Աստուծո թագավորության մեջ։ Իմ աղոթքս է այսօր, որ Տերը այս եկեղեցու մեջ Փարնափասներ հանե, Փարնափասներ շնորհե։ Մենք իրարու գարիք ունենք։ Ես ձեր օգնության գարիք ունեմ։ Ես աչանքս կտապեմ, որ ցեզի օգնականանամ։ Ամեն